մեկուսացրին Երեմ Սարգսյանին վարույթից եւ որպես վկապ կանչեցին այսպես հարցակնության։ Սա փաստաբանական ինստիտուտի վրա ինչ անդրադարձ կարող է ունենալ եւ արդյոք հարված չէ փաստաբանների աշխատանքը։ Մամուլից տեղեկացա, որ Երեմ Սարգսյանը ինչ որ հանդիպման է ներկա եղել ու այդ հիմքով իրեն հեռացրել են վարույթից, բայց ուզում եմ հստակ արձանագրենք, որ Երեմ Սարգսյանը նախքան հեռացումը մեկ օր նախորդիվ արդեն իսկ առերես հարցաքննությանը բավականին երկար ժամանակով մասնակցել է ու հաջորդ օրը հանկարծ պարզվել է, որ մասնակցության անհնարինություն կա ու պետք է հեռացնել։ Երեմ Սարգսյանը ու առհասարակ ցանկացած փաստաբան ներկա լինելով հանդիպման տիրապետում է որոշակի փաստաբանական գաղտնիքի ու բնականաբար ինքը չունի պարտավորվածություն այդ գաղտնիքը բարձրաձայնելու, սա եւս մեկ ակնհայտ ապօրինի վարքագիծ է իրավապահ մարմինների կողմից փաստաբանի հեռացումը։ Պարոն Սարգսյանը ամբողջությամբ է հեռացվել վարույթից որպես փաստաբան, թե ինչ որ մի կարճ ժամանակ։ Ինչպես կանրադառնա հենց այս դեպքում Գագիկ Ծառուկյանի վրա։ Անկեղծ ասած, ես մանրամասներին չեմ տիրապետում, որտեղ քրեական գործի նախաքննության փուլ գոյություն ունի, ես ինքս այդ process-ի մեջ ներգրաված չեմ, բայց կարծում եմ ամբողջ այդ քրեական գործի վարույթից է հեռացվել, ոչ թե միայն այդ մեկ դրվագով վկայի կարգավիճակ ստանալով։ Սրանով ինչ ազդակ է ողջում հասարակ փաստաբանական համայնքի Միանշանակ ունեմ, սա նշանակում է, որ ցանկացած գործով, որով դու որպես ներկայացուցիչ փաստաբան մասնակցում ես վստահորդիդ հետ կապված որոշակի իրադարձությունների ներկա ես լինում, կարող են զուտ քո վստահորդին զրկել քո պաշտպանությունից, իսկ փաստաբանությունը, ինչպես գիտեք, եթե հանրային պաշտպանի մասին չի խոսքը, անձը ինքն է որոշում, ով իր իրավունքները պաշտպանի։ Զրկում են անձին իր ընտրած փաստաբանի, իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելուց, ինչը իրավական աբսուրդ է, իրավական ամենաթողություն է։ Եվ այս բազմաթիվ աշխատակիցներ 10,000-ից ավելի առանց աշխատանքի մնացել, սա ընդհանրապես այս գործընթացը ինչ կարող է ազդեցություն ունենալ ներդրումային միջավայրի վրա, որտեղ այդտեղ արդեն խոսքերի սեփականության իրավունքի եւ սեփականությունը պաշտպանելու մասին։ Ապօրինի գույքի բռնագանձման պահանջով ես հանդիսանում եմ նաև պարոն Ծառուկյանի փաստաբանը ու այդ մասով առավել տեղեկացված եմ, քան քրեական գործով, որով հարցեր ուղղեցիք, այս գործով աննախադեպ process է տեղի ունենում։ Ես որքան որ ինձ հիշում եմ, որքան որ պատկերացումներ ունեմ նույնիսկ նախքան փաստաբան դառնալս, ես երբևէ նման իրավիճակի ականատես չեմ եղել։ Բոլոր ընկերությունները կապարակնքված են, ոչ մեկ չի կարողանում նույնիսկ մուտք գործել։ Պարոն Ծառուկյանի տարբեր բիզնեսներում նույնիսկ կան այլ անձանց, չգիտեմ, տեխնիկա, մեքենաներ, որոնք այս process-ի արդյունքում այլ անձինք, ովքեր որևէ կապ չունեն այս process-ի հետ, պարոն Ծառուկյանը, չեն կարողանում իրենց անձնական գույքը նույնիսկ անել։ Սա միանշանակ ներդրումային միջավայրի վրա ուղղակի ազդեցություն է ունենալու։ Սա իրավական ամենաթողության ամենավառ արտահայտված դեպքն է, որի մասին նույնիսկ մտովի ֆանտազիան չէր կարող անձանց իրավաբանների, փաստաբանների ներել, որ պատկերացնեին կարող են նման իրավիճակ ականատես լինել Հայաստանի Հանրապետությունում։ Բարապուրքի մեջ գտնվելու այդ process-ի պատասխանատվությունը ի վերջո ով է վերցնելու իր վրա։ Ամեն դեպքում պետք է Հայաստանի Հանրապետությունը վերցնի, որտեղ այս process-ի արդյունքում է, որ ընկերությունները զրկվել են բնականon գործունեություն ծավալելու հնարավորությունից, բայց կարծում եմ այդ հարցը այսօրվա իշխանություններին իրավապահ համակարգին չի հետաքրքրում այդքան։ Պատրաստում եք նաև ձեր մասով էլի սեփականության այդ խլելու հանգամանքը նաև վիճարկել հայաստանյան դատարաններից դուրս եւ այս երևույթը ընդհանրապես քանի որ սա առաջին երևույթը չի, մենք հեծը ունենք նախօրինակ, ինչ հետևանք կունենա Հայաստանի միջազգային վարկանիշին, իրավունքի տեսակետից։ Քանի որ ես ուժեղ Հայաստան դաշինքով ընտրվել եմ պատգամավոր, օգոստոսի 2-ից դադարեցնելու եմ իմ փաստաբանական գործունեությունը, բայց վստահ եմ, որ թմում ներգրաված մյուս փաստաբանները միանշանակ յուրաքանչյուր օրենքով չարգելված եղանակներով եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս այս խախտված իրավունքները պետք է պաշտպանեն։ Հակառակ դեպքում դա կդիտարկվի այս process-ի, ապօրինի process-ի օրինականության շղարշի հաղորդում ու
դա ինքնին նաև օրինակ կդառնա մնացած բոլոր անձանց, ովքեր որևէ ձև իրենց անհամաձայնությունը, իրենց հակա մոտեցումներն են հայտնում իշխանությանը, կհայտնվեն նույն իրավիճակում իմանալով, որ այս մի դեպքում ամեն ինչ խլեցին ու ոչ մեկ դրա համար պատասխան չտվեց։ Շնորհակալություն։ Ես եմ